Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այս պահը ձեզ եմ միացել որպես նախաբան, հեռուտեղից եմ գալի և մի հատ ուզում եմ կոֆե խմել, այսօր շատ ուրախ եմ, շատ լավ բան ա կատարվել, հիմա մի հատ կոֆե լցնեմ ու ասեմ, թե ինչ ա եղել, այսպես, այս մեկը, նայեք մի քիչ հոգնածություն կա, դրա համար անմիջապես ուզեցի, որ կոֆե եփել ու խմել, սիրելի հետևորդներ ջան, միշտ էլ որ դրսից ենք գալի, հեռու ճանապարհ գնացած ենք լինում, հենց որ տուն ենք հասնում, անմիջապես վազում ենք դեպի կոֆե եփելու, այստեղ ջուր եմ դրել, որ եռա, քանի որ ժելետորթի համար պետք է ու ոնց որ թե եղում է, այս կողմը շատ ուժեղ է ու արդեն կարող եմ անջատել, այս մի կողմ առավոտը ուզում էի, որ սպազ եփել, մենակ ձավարն ա կիսաեփ, այդպես կիսատել թողել եմ, իդեպ ասեմ, որ առավոտվա ժամը 10-ից այստեղ ա իջել եմ, մոռացել էի սեղանի վրա և սառնարան չէի տեղափոխել, նմանապես այս մեկը, որը չի շարժվում, ահա նորից բարձրացնեմ, սիրելիներս տեսեք, ինչքան հրաշալի է, մի քիչ զգուշ եմ ամեն դեպքում թեքում, չենք իմանա մեկ էլ հոպ, չթռնի ձեռքիցս այս գեղեցկությունն ու համեղությունը։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա ասեմ, հետևելով կոֆեին, որ չթափվի, ուրեմն դե գիտեք, որ ես մեղուներ էի պահում, հետո այդ բոլոր մեղուներս հանգան։ Դրանից հետո շատ եմ տխրել, շատ եմ մտածել, նույնիսկ անգամ գիշերներ եմ անցկացրել, մտածելով, որ տեսնես ինչը եղավ պատճառը, որ իմ 6 մեղուն միանգամից աշնանը, դեռևս հոկտեմբերի կեսերն երևի, բոլորը միանգամից հանգան, նկատեցի, որ շարժ չկա, մեղու չի երևում, մոտեցա, հետո բացելով տեսա, որ չկա, ինչևէ, անցած լինի, և այդ ընթացքում, երբ որ խոսակցություն էր գնում մեր տանը, միշտ այդ թեման շոշափվել է, դե մերոք գիտեն, որ ես շատ եմ սիրում մեղուների հետ զբաղվել, դա ոչ միայն որպես մեղր ծախելու համար, այլ շատ եմ կապվել մեղուների հետ աշխատանք կատարելով, քանի որ իսկապես շատ հետաքրքիր աշխատանք է դա, նյարդերը հանգստացնող, մի խոսքով, դա կարծես թե ինձ համար հոբի է դարձել, և իմ փոքր աղջիկը Տաթևը ինձ խոսք տվեց, որ մամ ջան, կգա մի օր ու ես քեզ նվեր կանեմ, քեզ համար մեղու կգնեմ ու կնվիրեմ, ու այսօր այդ պահը արդեն ստացվեց, դե ընդհանրապես, երբ որ ուզում ենք մեղու գնել, մի քիչ սպասում ենք, որ օրերը տաքանա, մեղունը սկսի զարգանա, որ վաճառողն էլ իմանա, թե ինչ արժեք ասի, վաճառի, թե չվաճառի, մի խոսքով, ես ինքս էլ, երբ որ շատ պահում եմ, ես էլ ամեն տարի 1-ից 2 փետ տակ միշտ վաճառել եմ, այդ ամեն կանոնները շատ լավ գիտեմ, հետո այս օրերի ընթացքում արդեն ես սկսել էի հետաքրքրվել, զանգահարել իմ ծանոթներին, հեռու ծանոթներ էլ ունեմ, նոյեմբերյանում նույնպես ծանոթ ունեմ մեղվապա, եթե կհիշեք, ես այնտեղ էի տարել և իմ այդ հին ռամկաների հալեցրած մոմը այնտեղ էի տարել փոխանակել, զանգահարել եմ իրեն, այդպես ինքը չուներ վաճառքի, հետո ինձ ասեց, որ ծանոթ ընկերներ ունի, որոնք լավ մեղու ունեն, և այդպես, այնտեղ գինը շատ բարձր ասեցին, 70-80, չգիտեմ ինչու, ամեն դեպքում մեղուն շատ թանկ արժե, բայց մարդիկ էլ կան, որ հարմար գնով են վաճառում, դրա համար ես չշտապեցի, ինչքան էլ որ իմ ծանոթն է, ամեն դեպքում սկսեցի էլի հետաքրքրվել, բոլոր իմ ծանոթներին զանգահարել, որպեսզի կարողանամ կողմնորոշվել, թե ինչ արժեքի մեղու գնեմ, որ ես էլ կարողանամ այդ ամեն ինչի մեջ տեղավորվել և ամեն բան լավ ստացվի, հետո վերջապես այսօր հարմարը գտա հենց մեր գյուղից, իդեպ ասեմ նաև այդպիսի մի բան կա, չգիտեմ, կարծիք ասել, թե ինչ-որ հաստատում բան, ամեն դեպքում հանրագիտարանում գրված է, որ մեղուն 4 կիլոմետր հեռավորության վրա, եթե վաճառվում գնում է մեկ ուրիշի բնակարան, այնտեղ շարունակություն տալու իր աշխատանքը, ապա եթե 4 կիլոմետր հեռավորության վրա է գնում, մեղուն նորից այդ տեղից հետ է գնում իր առաջվա տեղը,
բայց նաև կա այսպիսի կյանքի փորձ, մարդկանց փորձ, ես ինքս շատ փորձ ունեմ մեղուներից, այդ ումից որ այսօր արդեն իսկ գնել եմ, որը երեկոյան արդեն իմ տանը կլինի, հաստատուն ձևով ասեց, որ վստահ եմ, որ մեղուն չի վերադառնա իր հին տեղը։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, այդ մեղուն, որ ես գնեցի այսօր, գտնվում է մեր գյուղի սարերում և մոտավորապես կլինի 4 կիլոմետր, քանի որ այդ մեղվապահը այստեղից գյուղում էլի ինձ մոտ հարևան է, մի քանի տուն այն կողմ է, մի քիչ ներքևի վրա և ինքն էլ իր դրանում նաև մի քանի փեթակ է պահում, որպեսզի իր տան դռնիցն էլ մեղուների բզոցը կա այդ հանգստացնող, իսկ մնացած մեղուները պահում է հեռու սարերում։ Եվ ինքը ինձ վստահացրեց, որ երբ որ ինքն էլ տեղափոխել է, մեղուն հետ չի գնացել, ուրեմն ես էլ որ մի քիչ ավելի այս կողմ եմ, սարի մյուս այս կողմն է մեր տունը, դրա համար համոզվեցինք, որ այո, մեղուն հետ չի վերադառնա։ Հետո արդեն ինքը եկա մեքենայով, սուրճ հյուրասիրեցի, քաղցրավենիք բացեցի, ահա, չէր թողնում բացեմ, դե գիտեք, որ գնում ենք միտեղ հյուր և մեր համար բացում են շոկոլադ, բոմբոներ կա, մենք էլ ենք, չէ, ասում, վայ, պետք չի, մի բացեք, բայց ինչև է, եթե մենք ուզում ենք բացել, ապա բացում ենք և ստիպում ենք, ինչ որտեղ համոզում ենք, որ անպայման օգտվի քաղցրից, այս հյուրասիրությունը սուրճի դրսում եմ հյուրասիրել, քանի որ եղանակը շատ հիանալի էր, արևային, տաք, ջերմ եղանակ էր և շատ արագի մեջ այդ ամենը կազմակերպեցինք և գնացինք այդ հեռու սարը, որտեղ որ գտնվում է իր մեղվանոցը։ Ես էլ ասեմ, որ ինչու է այստեղ մնացել, ուրեմն, քանի որ ստապ չգիտեի, որ այսօր կլինի այդ գործը, երբեմն լինում է, չէ, որ միանգամից այդ ամեն ինչը կազմակերպվում, ասենք այդ մարդուն այսօր է հարմար, թե մյուս օրն է հարմար, ինչև է։ Այստեղ ես պատրաստվում էի, որ շարունակեմ իմ վլոգը, որպեսզի այս համեղությունը հանեմ այս կաղապարի մեջից, ու այստեղ էլ մոռացել էի։ Միայն լավը հասցրել եմ, որ գազն է անջատել, քանի որ դե ասեցի, ուզում էի սպաս եփել։ Ես էլ այստեղ մնալով, ահա, չի փչացել, չի հալվել և դեռևս նույնիսկ սառն է։ Ահա, հիմա հենց որ կոֆեն կխմեմ, արդեն կզբաղվեմ, ջուր արդեն եռացրի տակ է, դե շատերը գիտեք, որ ժելատինը երբ որ ամանից ուզում ենք անել, պետք է տաք վիճակում լինի, մի հատ իրան տաք տանք, թե ջրով, թե ֆենը տաք փչելով, այդպես հազար ու մի ձև հանելու տարբերակներ կա, շատերը լավ գիտեք, հա, հետո այդպես արդեն իմ փեթակն էլ մեքենային դրեցինք, որպեսզի իր փեթակից տեղափոխենք իմ փեթակ ու բերենք արդեն մեր տուն։ Շատ ուրախ եմ, սիրելիներս, անչափ ուրախ եմ, այնտեղ նաև նկարահանումներ եմ կատարել, որը արդեն սա որպես նախաբան, այս ամենից հետո դուք կդիտեք, թե ինչպես եմ ճանապարհ գնում, ինչպես ենք այնտեղ զբաղվում մեղուները նայելով, խոսում ենք, միայն այնտեղ մի պահ կա, որ շատ եմ ափսոսում, որ դե գիտեք, այս ընթացքում, որ ես ձեզ եմ միանում, ես բարձրախոս չեմ օգտագործում, այլ իմ հեռախոսի հզորությունն է, որ այսքան ժամանակ ինձ օգնել է, որ իմ ձայնը դուք լավ լսեք, պարզ լինի, հստակ լինի, անգամ երբ որ իմ այգում գործ եմ արել, եթե մի քիչ հեռացել եմ, էլի իմ ձայնը լսելի եղել է, բայց այնտեղ կարծում եմ, թե քամին էր տանում ձայնը, դե կա չէ, որ քամին ձայնը տանում է, թե մեղուների բզոցը, այնտեղ որոշ խոսակցություններ լավ չի լսվում, բայց ինչև է, այդ կադրերը նույնպես ուզում եմ թողնել, քանի որ ինձ թվում է հետաքրքիր կլինի այդ պահերը, երբ որ ես այնտեղ անց եմ կացրել։ Այս ընթացքում կկազմակերպեմ նաև այդ բարձրախոսը ձեռք կբերեմ և արդեն երբ որ մի քիչ տարածքը հեռու լինի կամ էլ աղմկոտ լինի, այդ բարձրախոսի օգնությամբ իմ ձայնը ավելի լսելի կլինի, սիրելի հետևորդներ ջան։
Այնտեղ նաև քանի որ շատ մարդիկ կան այնտեղ մեծ այգիներ ունեն, ճիշտ է հեռու սար է, բայց մարդիկ գնում են այդ սարերի փեշերին, այգիներ են ստեղծում եւ այնտեղ բինա են բռնում, մենք այդպես ենք ասում, այսինքն գնում են այնտեղ կամ անասուններ են պահում, դրան զուգահեռ ծառեր են տնկում ու բաղջեք են սարքում այդպես ու մշակում են։ Մեզ միացավ նաև հարևանը, որը համ այդտեղ համ բաղ-բաղ ուներ, համ էլ ինքը նույնպես մեղուներ էր պահում եւ նա էլ մեզ միացավ որոշ մի քանի պահ ու դրանից հետո գնաց ինքը իր գործին, հետո մենք սկսեցինք շարունակել այդ ամեն ինչը։ Մի խոսքով այդ ընտրությունն էլ կատարեցինք, կտեսնեք հաջորդից, սիրելի հետևորդներ ջան։ Եվ հիմա այնտեղ ինձ ուզում էին հրավիրել, հյուրասիրել, բայց այդ տղամարդիկ էին, ես էլ համեստություն արեցի եւ չգնացի, որ իրենց հյուրասիրությունից օգտվեմ, քանի որ այնտեղ բոլոր աշխատանքով են զբաղված, իսկ ես չուզեցի իրենց աշխատանքը ընդհատել, հատկապես որտեղ տղամարդիկ էին ամեն դեպքում եւ կարևորը որ գիտեմ որ մարդիկ այստեղ բոլորը ինձ ճանաչում են, հարգում են եւ ամեն դեպքում շատ զգացված եղա նաեւ որ այո իրենց գործը ուզում են թողնել եւ ինձ հյուրասիրել ինչեւ է հիմա ես շատ սրտում քանի որ ուզում եմ մի բաժակ կոֆե խմել մի քիչ առաջ եմ տուն եկել իմ մի բաժակ կոֆեն վայելելուց հետո արդեն այս ելակով ժելե տորթը կհանենք եւ կտեսնենք ինչպես է դուրս գալի, որից հետո էլ արդեն շարունակությունը կլինի իմ ճանապարհ գնալը եւ այդ մեղվանոցում զբաղվել բոլորը ձեզ կներկայացնեմ։ Ճիշտն ասած, այնտեղ դե երբ որ տեսախցիկը վերցնում ենք, որ նկարենք, ընդհանրապես հատկապես տղամարդիկ մի բան ասում են դե մեզ ցույց չտաս, բայց դե ես էլ խոսք տվեցի, որ իրեն ցույց չտամ Ամեն դեպքում դե գիտեն, որ նաև զբաղվում եմ այս գործով, վլոգեր եմ, ամեն դեպքում մաս առ մաս ինչքան հնարավոր եղավ նկարահանումներ եմ կատարել, սիրելի հետևորդներ ջան, այդպես, հիմա շտապեմ իմ կոֆեն վայելել, մի փոքր էլ հանգստանալ, արդեն հանգիստ եմ, գիտեմ, որ եթե այս ժամերի ընթացքում սա չի հալվել, ուրեմն դեռևս կարող է կես ժամ էլ էստեղ մնալ եւ կես ժամից հետո կմոտենամ ու արդեն սա էլ արդեն կհանեմ եւ միասին կտեսնենք թե ինչպես է ամանից դուրս գալի։ Սիրելի հետևորդներ ջան, որոշս փոխեցի ու ելակով ժելե տորթը չեմ ուզում այսօր հանել, քանի որ երկար ժամերով մնացել է սառնարանից դուրս հանկարծ հանելու ժամանակ չթուլանա էլի ամեն դեպքում համարյա 4-5 ժամ մնացել է սառնարանից դուրս ինչքան էլ որ այսպես տեսնում եմ որ ինքը պինդ է թեքեցի տեսակ որ պինդ է բայց ամեն դեպքում ավելի զգուշանալու համար նորից եմ տանում սառնարան եւ վաղը կհանեմ եւ իհարկե ձեր հետ միասին Սիրելի հետևորդներ ջան, ողջունում եմ բոլորիդ, այս ճանապարհով էլ գնալու ենք մեղուները տեսնելու։ Կարող է կրասկատ մերը գտին։ Մեր մտիչմեր առաջին կլի։ Նա ամեն տեղ կարալիս, ես նոր եմ դրել ես ռոմկեն։ Սա ես չափ են մեծամասան դինգը։ Սա Եվի սրանտ է, հա, կարմիր։ Հա։ Սա նոր ծղել է։ Ես 2-3 օր որ դրել եմ, մեջ լիքծու եմ։ Հա, տենում եմ, հա։ Այս է այդ քո ասած կարճ ռոմկենը։ Հա։ Ես սրա մորն է, հետարքիր որ մորը տենամ։ Հա, ես սա սրանտ է, հա, ուրեմն բորը կարմիր է սրա։ Դեն մեծ ինչ գույն է բորը, շեք։ Շեք է էլի, հա։ Սա իսկական բակվաստն է ուրեմն։ Այս լիստ գործ է, այս լիստ եմ դրել, գիտես կարող։ Դե գործել է էլի։ Գործել է ու ձվել։ Գործել էլա, այն միրեսին կարող ալի մեր եթեստի ձվել է։ Բակվաստի առավելությունը հենց Սայ մերը, սայ։
Ինչ կանա։ Հեսա, ճակատը կարմիր նշան։ Ճայ։ Այդ էլ բակվաստ է։ Մի սրան մի հատ ռամկա է պետքը։ Հա։ Բայց հետո կդնեմ։ Այդ նշանը իրա վրա է հենց մնում է, հա։ Այս երրորդ տարին է մնում է։ Կրասկա էլի։ Դա իրան չի խղճացնում, էլի։ Չէ, մի զատ ելանում չի։ Դրանց հանգիստ թողունք, հետո տենանք ինձ որն է ստալի։ Մի որը ուզում ես, մի տես, ես էլ է բակված, բայց սա ուժեղ չի ես ճանջը, սա գարունքը մեր չուներ։ Հա։ Ես մաքուր բակված տասը, 12 ռամկան եշի կա դրա մասա, այդ գույները գիտես ինչի հիմա յա։ Շուտ գտնելու։ Չէ։ Հա։ Գույները բանի հիմա յա։ 5 հատ գույն կա ընդհանրապես։ Հա։ Ամեն, այդ ճանջը ես գիտեմ 3 տարեկան է։ Հա։ Այս 2 տարեկան է։ Այդ գույնը ինչ անում։ Այս գույնը կանաչ է։ Հա։ Այս հերվա մերը։ Ստարվա գույնը։ Այս էլ է իսկական բակվաստը։ Հա։ Այս ստարվա գույնը կապույտն է։ Մի այդ կապույտիսն էլ ունեն, դեռ դու կրասկ է։ Հա, այդ խմբակնումն ասում են, այս տարվա գույնը որն է։ Հա։ Ես էլ է բակված։ Ունես ես քեզ տա։ Մի բան էլ ավելացրու, ռամկա էլ ավելացնեմ, որ լիքնելի, այս ասայի։ Դնես կապույտա։ Կապույտ կանաչ։ Կանաչ, փիրուզագույն։ Ես կասեի։ Այս հերվա մեր է։ Ուզում ես այս ճանջը սենցև է դետ բակված տա, մի ռամկա էլ ձուդնեմ միջին դարնա 10 ռամկա ու քեզ տա։ Ինչ ես կինանում։ Եթե ուզում ես, դրան։ Այդ քանի տարեկան է։ Այս հերվա մեր է։ Այս նատուրալնի բակվածն է։ Այս նրա ճուտն է էլի։ Դե այս պիտոմնիկն է, սրանից վիրևնում ես տիգնում։ Դու ես այդ կրասկեն կպցնում։ Հա։ Կրասկեն կաց շանս տա։ Օրը վերով վերջ ես։ Այս վերևս ոնց է։ Հա։ Մորը սենց բռնում, ասենք ռամկ են դնում ես, մոր դնում է մոր վրա։ Հա։ Որ մերը մտնում այս վանը, չէ՞, հենց մտավ ես Պորշինից ես բերում ես։ Դրանում կրասկում եք։ Ըստի շատ թույլ։ Մեջքը հենց դեմալում, զոդ վիրուսնում։ Հա։ Ծակով կրասկա կսում։ Բարզա։ Կրասկեն կսեցիր մի 30 վայրիկյան պողում ես, որ չորանա։ Հա։ Ես բացıq տողում ես։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն ընտրությունս կատարել եմ այստեղ, այն մյուս փեթակը չհավանեցի եւ այստեղ արդեն մայրը բռնում ենք, որպիսի նշան անենք։ Մտոնք կանաչա գույն է ստարվա։ Այս հերվանն է։ Հերվա մերա կանաչել կրասկում եմ։ Տեղն եղա։ Անում ինչ տնենք։ Ասա։ Բան։ Նախշուն տնենք։ Ինչ կուզես։ Պետքա կուզած տեղը կանգնի, որ տոճկեն խմես։ Հա, էլի որ հուպ չտամ, էլի փչացնեմ։ Հա։ Պրինցիպի կարամ ձեռով էլ անեմ։ Իրան բռնեմ։ Սենց այս կողմից նկարեմ, որ իմ հետևորդներն էլ տեսնեն։ Մեզ դուրս չի գալի։ Գնաց։ Այս ճանջը վանեցի։ Լամին թերթենք, էլի։ Բարոկացիր։
Պատմակ ռամկը դարձած։ Ես պահեմ, պետք է թե կողքին ես դնում։ Այսա լավ ձվել է, էլի։ Այդ մերեսն էլ էր ձված։ Բոլորը, կարող եմ երես ձված լինի, չէ։ Ես էլ ադում։ Հա։ Դու սրան ձակվիր կունիսանար։ Դե հա, այնցան ենք ես էլ ոգուտ հանեմ էլի։ Ես էլ աչիմ ձում։ Ես դուս եկել, ես թազա ձվել ա։ Ես էլ եմ։ Հա։ Սուվարա։ Տեսոջա։ Ալո, ամպիկը վերը մինի կործին։ Ինչը։ Քերիչը։ Քերիչն ինչ ես անում։ Դե հենց չի պոկվում քերիչն ինչ ես անում։ Բացա։ Հա, դրան մին տիրություն արա։ Սա շարյամ նոր ես անում։ Էս էլ այլի հիմի դրա քիրը չի։ Սրա ջուտն է դա։ Սրա ջուտն է, հա։ Ո՞ր դու կարող։ Ես մի տեղ եմ դնում մանգալի։ Հետո հենց ռամկեն վիր չի կենում քերիչն ինչ ես անում։ Դե տամ է քերիչ որ ջերը չէ, դու քյո պետք է։ Ես առանց դրա եմ։ Լավի կլա։ Մատներով։ Չէ, քերիչ պետք է։ Ռուշկան ընդի էլի։ Լեսան կնավաց է որ դու։ Ոնց ես դու։ Դա կողմեջ կդառնա։ Ծակը, ագե։ Ինը բացանում։ Քրես մինը բացանում յանի։ Ո՞ր դրան դիզվակը։ Մինը հետի։ Ո՞ր դրան վարկետի սնիվացը։ Ես եմ հոգում էլի։ Բայց թեքնա է։ Եշքի տեղը թեքնա է։ Ամես փակ չինի դա։ Կարող եմ դի։ Սևախն ինչ են ասում, բղեկ ջան։ Հա։ Անուշ ասում են։ Լավ լավ բան ասեք։ Լավ բան ինչ են ասում, ասում են աճուտուշ դա, գարգավաճի։ Ընդհանրապես ես ումճանջ եմ տվել։ Հա։ Չիմ լավն էլ էլ։ Ես լավնաց։ Եկար մասնակից տարարել իմ ճանճարնելուն։ Ինչ դարա։ Մասնակից տարավել իմ ճանճարնելուն, բայց գիտեք չէ, ես սիրում չեմ որ ճանճ են ասում։ Ես սիրում եմ որ մեղու են ասում։ Այս կանձերին։ Այս տեղը կդզենք որ թե մեջտեղին դրախում ես։ Իզադել ապնելի չեն լավնս փախչին դեմ։ Հա, տեսնես տենենց ես որ տանիմ ուրիշ եշկում տիմ դնել։ Այդ օրը կարալ չես տնեց, երկու օր հետո։ Ձյաձը գնաց։ Այդ օրը ձեր չտա։ Այդ օրը դե ջայնաց հատեն տեղն անտանոտ հանդալում։ Երկու օր թողում նոր ուրիշ աշկում դնեմ։ Ես սրանում էլ կթողում ուղակի այս լեժակնին ես սիրում չեմ։ Ես ընդհանրապես չեմ սիրում։ Սրանք էլ կհվակվին էլի, էսա սրանք էլ կգնան ընդ էլի։ Հետ կգնան է թեք։ Հա, մոր ֆոտի վրա։ Ես ես բան չունեմ էլի որ ես թագ եմ սրանով։ Հա, դե հար, ես վիրք ունեի էլի։ Բան չարինք էլի։ Սենց մանել ան։ Հա, տենց մոր ֆոտի վրա կգնան իրանք։ Չարներ ունի ինչ։ Մի սրան մեխել էլ տնես ինձ։ Ռամկենին մեխել տիս։ Հա բա։ Հա, ադե տեղափոխելիս։ Ջարդվին ոչ։ Շատ սիրուն է բնությունը։ Ես մի սենց եմ։ Մի սրա գործը պրսնունք հետո սիրուն տեղերը կնկարահանեմ։ Մի տես ինչ։ Համին այդ փակ է։ Թափես տալի։ Թե չէ դրանք ուշ դուս կգան էլի։ Եվ կգնան սրանք։
Քեզից լավն են։ Դե սրա բորն էլ ունի, էլի այդ։ Հա, բան չա։ Շեկությունը, բակվաստի։ Ահա։ Այս քրանը վեր դառան։ Բան չկա, կգնան։ Պրոստը չրչարվին դին էլի իրանք մեղկեն։ Դեմ ինչ անին պով։ Яш փոքրա։ Այս գրիշն կարաս տակի։ Հա։ Էս։ Դիտակն էլի։ Մեզ որ մերկավական տանն էլի։ Ես կերած դեմի։ Դե գիտեմ։ Սիրել է դեպոշներ ջան։ Լատեկ էս հետ արքիդ պահը ոնց են մոր ֆոտի վրա գնում։ Ահա։ Սա յուրահատուկ, առանձնահատուկ տեսարան, հա, որ ձեզ եմ ներկայացնում։ Այ սենց, ավեսով, շարք են կանգնել։ Հիմա մի փոքր հանգիստ թողնենք, իրանք հավաքվեն։ Ինչա։ Էս, իրես ինչ էր, իողտյան էր զուչկա, որն սպանեցիտ ենք կողքից հմկեն էր էլիչ։ Ուգի գիտեմ, որ բերա հաներ, ինչ հարեր, ես հատ դու եմ դնում, սա։ Դե թե խելոք են, ուրեմ նտի կլին, էլի։ Լատե հար ես ոնց ես փետի վրա հվակվեց, այ։ Են կողքին դի, որ դեն չեքվի։ Այս էլ տին գնալ էլ խուտ գնալ։ Սեն, չէ, բայց սրանց մի նստի դեն։ Գնալ։ Նարդիվան դրի, էլի։ Անդի թապտու։ Ստի թապտան։ Հա։ Այս խոտերին, որ սայ, այս նարդիվանը վհ մի կգան։ Խոմա կանենք, էլի։ Էս։ Բայց էս 24 սանտիմ։ Մեծնա։ Էս էլ է 24 սանտիմ, էս էլ։ Սրա գլխին հերվանը 4 հատ կողմս էլ է։ Ինքը հետը 3 հատ է։ Գնացեք հլա, գնացեք, մունը դավեք։ Եղանակը բացտի էլիլ։ Ես իմ։ Էդ կայս բացանում եք։ Հատենում մեր ունի թե չէ։ Հա։ Կողքից դերում եմ գուդում։ Գալիս են ամեն եշիկ են մտնում։ Գիտես, մտիկ։ Ես շեկա, չէ։ Բայց ես բակա։ Ես էլ սևը, էլի։ Ես իրա բորնա։ Հա, ես բորնը եկել ասում եմ։ Գիտես դու եկել ես։ Հա, ո՞նց են ընդունում։ Բորնը են ընդունում։ Ես էլ չգիտեմ։ Բորնը են ընդունում։ Բորը դե։ Լիքը։ Շան չես արել, շան չես շանել։ Էլի տեսի մի կան ասացիր, էլի տարեկան, հա՞։ Հերվա մերը։ Էլի զեչ չկա, էլի։ Հա, հերվա մերը։ Բայց սեկալ դիտեղ։ Հա, սեկալ դիտեղ։ Դա ուրեմն նորն է։ Գալի բան խոսամոչ։ Հետո գիտես ոնց։ Հետո դու ասում ես քեզ։ Ես պաստիկ 20 օրը լոկտան դարձա։ Ռայմ կպատալում է։ Հա, բայց ես մատնի եմ,
Այդ որոց բանը, այլասերը։ Մերը դվերի, չէ՞ սրաները կար դրել։ Բայց դիմոց Դե որ դեպի։ այսինքն գնում է գալիս չի էլ, հա։ Իսկ դուրս չի գալիս։ Բայց ինձ գուցե դա դերը փոժանա։ Ama dedim, bana dedim. Böyle püsküpat yok. Gidem böyle püsküpat. Սիրել հետևորդներ ջան, դեռևս մեղվանոցում եմ այստեղ ու նկատեցի, որ այստեղ վայրի մորի ա ծաղկել։ Ահա, ինչքան սիրուն, փարթամ։ Վայրի մորին ա։ Այսինքն սիրուն հանդամասա այս կողմերը։ Ահա, այս մնացած մեղուն էլ թափտանք ստեղ։ Ինչ անեմ, ինչով օգնեմ։ Կարաս օգնես։ Ուզում չեմ օգնում օտանեն վերել։ Դեկած կամերան անջատեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տալ մեղուների ջուր խմելու վայրը, քանի որ այստեղ հանդամասա ու ջուրը հեռու է։ Մեղվապահը այսենց մեղուների ջուր խմելու տեղը մամուռներով սարքել է, այնտեղ ջուրը կաթիլ գալիս է, հետո մեղուները ստեղից են ջուր խմում։ Այս բակերը լրիվ դրա համար է։ Ահա։ Հիմա արդեն ես կամած գնամ տուն։ Հետո արդեն մեղուն երեկոյան ժամին, երբ որ աշխատա, որ մեղուն կհավաքվի, արդեն կբերեն մեր տուն, ամբողջ փեթակը։ Դե գնանք։ Ես վերցրի ու գնացինք։ Եղանակը հավեսով, դրախտավայրը։ Այս գուգութնա չէ ես։ Բայց սա գուգութա գնում էլի։ Ստյան պավար ու տատալի գնում է էլի։ Որ հետարքիր ասես դուս եմ գալի։ Հա։ Անմիջապես գուգութ։ Իմն էլ դպագեղատեղն են գնում։ Այդ կարծախի բանի վրա են իմ ճանճը գնում։ Զիկատարը մեր կրաննա, չէ։ Այն իմ ճանճն անդել ճանճ բհող կա։ Բան մգոյնն է։ Ինքն է մտիկանում։ Հա, մտիկանում, եմ ենք ասա։ Մի հաց է ինձ հրաշալի իրոք դրախտավայր է։ Այդ ծորերը մը բինա ընկենող կա, ապրանք բանման, որ պհում են, այս ծորերը մը։ Չէ, ճիշտ նոցած։ Ակլորից են եկավ։ Աստի բանն է, դանել գուր բանն է, դանել նատիկ։ Հա, այդ ծորում է։ Աստի, սա աստի է բուտկետ բան դա։ Հա, էստե հա, որ ակլորիկ ծուղրուղուն եկավ։ Դեն էլ մեր գրակոթուկը, վենց ուրթա տեղը։ Են էլ թեղուտի կուրնը։ Հա, Դուք ձեր գործն արեք, ես մեր հանդուչոլերը նկարեմ։ Ելը դրազներն է։ Այն կողմն էլ թեղուտ գյուղն է, սիրել հետևորդներ ջան, որ մի մասը երևում է։
Ինչ դիանամի հետ։ Էլա։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն ամեն գործը կատարած, հետ ենք վերադառնում գյուղ, այն դիմացում, որ տները երևում է, այդ մեր գյուղն է, շատ մեծ է մեր գյուղը ու այդպես սարուզորերի վրա փռված է, ստեղ երկու կողմը այգիներ են, տարբեր ծառերի, դեղցա, տանձա, խնձորա, մի խոսքով, ամեն ձևի պտղատու ծառեր, մարդիկ գյուղից գալիս են, ստեղ են հասնում, իրանց բաղչեքը մշակում են, մարդկա տեղ էլի մեղ ու ապահում, ու այսպես իջնում ենք, քանի որ շատ բարձր տեղ էինք մենք, այն ձախ կողմինը ճոճկանա պոպլոզնա, իսկ հենց այս դիմացը արդեն մեր շնող գյուղն է, մեր տունը այ տեսնում եք աջ կողմի վրա այն սարերը, ապա ճանաչեք աջ կողմի արդեն դիմացն ընկավ, մեր տունը այս գադուկի այն կրանն է, որ արդեն այն սարերը երևում է ու ես ձեզ ցույց էի տալի միշտ, արդեն այստեղ թեքվում ենք, որպեսզի արդեն գնանք ու գլխավոր ճանապարհը հասնենք, այս հենց հավեսով օրեր շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ, և իմ ուրախությունը ձեզ եմ փոխանցում, այդ ձախ կողմը որ տներ է երևում, էդ էլ է շնող գյուղը, այ այդ ձևով փռված է, այս դիմացի, այս գրիշեքը, որ երևում է, էդ էլ սովխոզի գոմերն է, այդ տեղին մենք ասում ենք շեք աղբիր։ Սիրելի հետևորդներ ջան, շարունակություն եմ տվել, առավոտվա կիսատ թողած սպասին, ամեն ինչ արդեն լցրել եմ, մի փոքր այսպես կխառնեմ ու կսպասեմ, մինչև որ մեղուներս կբերեն տուն, արդեն մթնել է ու շուտով կգամ, հետարքիր է, չէ, սպաս եմ եփում և սպասում եմ, առավոտն էլ հեշտ կլինեմ, արդեն պատրաստ ուտելիք կունենամ և կանցնեմ իմ գործերին, վաղը իմ ազատօրն է և շատ գործեր կարող եմ անել իմ ազատօրից օգտվելով։ Սիրելի հետևորդներ ջան, մեղուս բերեցին ու այդ ընթացքում սպասը անջատել էի գազօջախը, որպեսզի տակը չկպնի, համարյա թե եփվել էր ու հիմա մնում է կանաչին լցնեմ, այստեղ մի անգամից կկտրեմ, ահա, այսպես այս ձևով, սամիթ հա, մենակ, համեմն արդեն օգտագործել էի, մենակ սամիթ եմ լցնում, սամիթով նույնպես շատ համով է լինում, այս են սիրուն, համով, գույները վառ, սպասը ստացվեց, յուղոտ, մի հատ էլ մի թեթև կսպասեմ, եռը կգա նորից, զուտ կանաչու համար, և արդեն պատրաստ կլինի, ես էլ կգնամ կհանգստանամ արդեն, սիրելի հետևորդներ ջան, այսպիսով բոլորիդ ասում եմ, բարի գիշեր, մինչ հաջորդ վլոգ։